ու եթերը ընդհատվեց, ես ամփոփիչ ներկայացնեմ ինչ տեղի ունեցավ, մի քանի գնահատականներ տանք, առավոտվանից ինչպես տեղյակ եք, Հանրապետության բոլոր ոստիկաններին, հրաձգականներին Նիկոլը բերել լցրել էր Գյումրի, Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար, ինչ-որ կոռուպցիոն գործերով, հիմա այդ մասին էլ կխոսենք, և տևական ժամանակ ռիսկ չէին հանում դուրս բերել ես շքամուտքով, վերջը կարողացան հետևի մուտքով փախցնել, գողանալ Վարդան Ղուկասյանին, դրանից առաջ գլխավոր ճարտարապետին, հարյուրավոր, հազարավոր կարելի ասել գյումրեցիներ, աջակիցներ էին հավաքվել Վարդանանց հրապարակում, հիմա արդեն մարդիկ ցրվեցին, բայց ոստիկանները որոշ չափով այստեղ պահպանվում են, և տանելուց հետո հավանաբար տեղեկացանք, որ Երևան են բերում Վարդան Ղուկասյանին, համակիրները, աջակիցները, գյումրեցիները հիմա պատրաստվում են գալ Երևան ի աջակցություն Վարդան Ղուկասյանին, բայց ասեմ, որ այստեղ Վարդան Ղուկասյանի խնդիրը չի, ես մի քանի անգամ ասել եմ, որ սա համապետական, համազգային խնդիր է, որովհետև Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումների մեքենան կանգ չի առնում, կարևոր չի Գյումրու քաղաքապետն է, այլ քաղաքապետեր են, սրբազաններ են, քաղաքական գործիչներ են, բլոգերներ են, մի խոսքով, ով Նիկոլ Փաշինյանի դուրը չի գալիս, իրեն քննադատում են կամ ինչ-որ խնդիր ունի, միանգամից հայտնվում են կալանավայրում, այսինքն Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել է ոստիկանական ԱԱԾ-ական սվինները։ Ինչ-որ քննչականը, որին վաղուց որևէ մեկը կարծես ոչ լուրջ է ընդունում, ոչ էլ հավատում է, կոռուպցիոն ինչ-որ գործարքներից քրեական գործի մասին ձայնագրություն է հրապարակել, լավ, որ այդքան կոռուպցիայի համար լացուկոծ եք դնում, այդքան ՔՊԱ-ականները վայնասուն են դնում Facebook-ներում, տեսակ կոռուպցիոներ ես կոմենք, բայց ձեր կոռուպցիայի մասին խոսեք, բա Երևանում թալանի մասին խոսեք, ինչի ձայնագրություններ չեք հրապարակում Երևանում կոռուպցիոն երևույթների մասին, բա հրապարակեք տեսնենք, թե այդ ձայնագրությունները Նիկոլը պահել է որպես կոմպրոմանտ իր թիմին ճնշման տակ պահելու և համապատասխան տեղում օգտագործելու համար, դրա համար, պահել, բա անիվի գործով, մի քանի միլիոն փող էին կերել մեր հարկերից, պետական բյուջեից, բայց ձայնագրություն հրապարակի, Նիկոլ, խի չես հրապարակում, բա հրապարակի լսենք, այդքան որ կոռուպցիայի դեմ պայքարում ես, այսինքն դուք այդպես սուրբ եք, ինչ-որ լղոզված, չգիտեմ ինչ ձայնագրություններ են հրապարակել, ոչ լսվում է ով ինչ ասում, ինչ են անում, լավ, բա հրապարակեք ձեր կոռուպցիոն գործարքների մասին տեղեկություններ, մեկ անձի գնումներով կամ չգիտեմ այլ տիպի, այսինքն կոռուպցիան համակարգային, որ ասում են վերացրել են, կոռուպցիան համակարգային ուղղակի ծաղկում է Հայաստանում, այդ մասին հրապարակեք ձայնագրություններ, զեկույցներ ու չգիտեմ այլ տիպի քարոզչական նյութեր, չեք անում, չէ, որովհետև այդ դուք եք, ձեզ կարելի է, բայց այստեղ ինչ որ չգիտեմ ինչ եք գտել, պետքա հանրապետությունում ինչքան ոստիկան, ինչքան ԱԱԾ-ական, ինչքան գույնս գույն բերետավորներ, կարմիր գլխարկներ, բերեք լցնեք Գյումրի քաղաքապետ ու չգիտեմ քաղաքապետարանի աշխատակիցներ ձերբակալեք, էս եք դուք, ու ես ձեզ ասեմ, այս ներհասարակական թշնամանքը, ներհասարակական պառակտումը, որ դուք արեցիք, ձեր քթից է գալու, այս այլանդակությունները դուք չեք մարսելու, հավատացեք, դուք սրա համար քաղաքական պատասխան ստանալու եք, հիմա և սա կազմակերպում են նաև վաղաշաբաթի ընտրություններից առաջ, որպեսզի վաղաշաբաթում, այսինքն մարդկանց ցույց տան, որ տեսեք, ասենք, կարևոր չի ով է հաղթում, վերջը մենք կամ կալանավորում ենք, մեկը սպանվում է, մյուս հետ չգիտեմ ինչ է տեղի ունենում, հրաժարական է տալիս, վախի մթնոլորտ են մարդիկ փորձում այստեղ սերմանել, նաև վաղաշաբաթցիներին ինչ-որ մեսիջներ հղեն, բայց ես ասեմ, ձեզ չի փրկելու, դուք վաղաշաբաթում էլ խայտառակ պարտություն եք կրելու, դուք այնտեղ խայտառակվելու եք, այս այլանդակությունները ինչ որ դուք արեցիք, դրա քաղաքական ռեզոնանսը դուք բոլոր համայնքներ, դուք Երևանում եք զգալու, այս ամեն ինչի պատասխանը, ձեզ ժողովրդավարական բաստիոն, ժողովուրդ ջան, մի հատ մտածեք, երկիրը սարքել է ոստիկանապետություն,
ժողովրդից շատ ոստիկանություն կա, ոստիկանությանը օգտագործում է քաղաքական նպատակներով, քաղաքական հետապնդումներ, բռնաճնշումներ, իսկ երկիրը խորասուզվել է, չգիտեմ, կոռուպցիայի, սպանությունների, թալանի, ամեն ինչի մեջ։ Ամեն օր սպանությունների մասին ենք լսում, ամեն օր մի ծանր հանցագործության մասին ենք լսում, բայց դա Նիկոլին իհարկե չի հետաքրքրում, Նիկոլին հետաքրքրում են քաղաքական հետապնդումները, իր իշխանության հարատևությունը, իսկ հասարակության անվտանգությունը, ներքին անվտանգության վրա նա խորապես թկած ունի, ինչպես նաև արտաքին անվտանգության հետ կապված, որի վերաբերյալ հենց ինքն է ասել, որ ինքը տապալել է Հայաստանի անվտանգության ապահովումը։ Այսքանը մենք կհետևենք իհարկե իրադարձությունների զարգացմանը, հավանաբար այսօր ոստիկանական մեքենաները տանում են հավանաբար հետ ոստիկաններին։ Լավ, երևի պրեմիաներ բաներ տված կլինեն, այս ծանր գործեր, որովհետև հավանաբար իրենք չեն սպասում, որ այսքան ամոթանք, նաև շատ դեպքերում հայոյանքներ են ստանալու գյումրեցիների կողմից, իրենք էլ թող իրենց մեջ հետևություններ անեն, թե ում են պաշտպանում ու ինչի համար են պաշտպանում։ Այսքանը հավանաբար հանրահավաքներ, չգիտեմ, բողոքի ակցիաներ կլինեն նաև Երևանում, վել եմ ասում, սա Վարդան Ղուկասյանի